Մորս ձեռքերը միակ ապացույցն է, որ նա մհերի հետ չի եղել այս օրերին։ Միակ ապացույցն է, որ երկուսով չեն սարքել այս խաղը։ Ես մտածում եի, որ մհերը մարդիկ է վարձել, որ ինձ վախեցնեն։ Հետո մորս հետ միասին պայմանավորվել եմ, որ մայրս 2 օրով կանհետանա, մհերի տուն կգնա։ Հետո լսափողը տվել են մեկին, սա զանգել է ինձ ու ասել մայրդ մեզ մոտ է։ Բայց փառք Աստծո, մորս ձեռքերին վնասվածքներ կան։ Ուրեմն ճիշտ է նրան իսկապես առևանգել են։ Միթե ես արժանի չեմ մի օր ուրախ լինելու, լիաթոք ժպտալու։ Ուզում եմ, որ այդ օրը տոն լինի, խնդրում եմ։ Վիկ, ես քեզ հասկանում եմ։ Բայց խնդրում եմ, դու էլ ինձ հասկացիր։ Արմենը լինելու է, չէ՞։ Վիկա, մհերը հրավիրված է։ Արմեն։ Բայց ես չեմ կարող, չէ՞ նրան չհրավիրել։ Նա հորս համար շատ հարազատ ու կարևոր մարդ է։ Դե ուրեմն ձեզ բարի ու ուրախ ժամանց։ Արմեն։ Հասկանում ես, այս սպանությունը խորը ծանրակշիռ պատճառներ ունի։ Հենց այնպես մարդուն չեն վերացնում։ Ում էր պետք ինչ-որ հիվանդ մարդուն սպանել։ Ո՞վ էր։ Նանան։ Նանա։ Հակամարով էր զանգել։ Բա ինչ իմացար, որ նանան է։ Իսկ այս վերջին դեպքը ապացուցեց, որ Բերոյանը ընդունակ է ամեն ինչի։ Նկատի ունես իմ դեպքը։ Հա։ Խորամանկ է, շատ խորամանկ։